Բարի օր գործարար ալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը վերլուծաբան Արգիշ Տիկիվիրյանն է, բարի օր։ Շնորհակալ եմ պարոն Կիվիրյան, որ մեր տաղավարում եք այս պահին։ Մենք հաղորդումը տեսաձայնագրում ենք ամսի 26-ին։ Այսօր բավականին խառը ներքաղաքական իրադարձություններ այսպես ի հայտ եկան, հեղաշրջման փորձեր, ինչպես Նիկոլ Փաշինյանն է բնութագրում, եւ ձայնագրություններ նաեւ, որոնք ԱԾ-ի կողմից էին հրապարակվել։ Ինչ կասեք առհասարակ, ինչ է կատարվել եւ արդյոք սա ամիսների պլանավորած գործ էր։ Նայեք, ես դեռ շաբաթներ առաջ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ, այսինքն ինքը ամեն գնով պատրաստվելով բանի ընտրությունների ոչինչի առաջ կանգ չի առնի, դա արդեն իսկ պարզ էր։ Բայց Նիկոլ Փաշինյանն է այս դեպքում վաբանկ գնում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն է վաբանկ գնում։ Սա ակնհայտորեն մի օրվա հարց չի, երկու օրվա հարց չի, ինքը վերջի ամիսներին ակնհայտորեն սրան պատրաստվում էր։ Թիրախը ընտրություններն են ամեն գնով փորձել վերարտադրվել։ Հասկանում եք, այս մարդը հետդարձի ճանապարհ չունի։ Երբ մարդը չի ունենում հետդարձի ճանապարհ, ինքը ամեն ինչի ընդունակ է։ Իսկ այն ձայնագրությունները, որը դուք մատնանշում եք, առաջինը ուրեմն գիտեք ոնց է դեռ որևէ ապացույց չկա որ այդ ձայնագրությունները կոնկրետ այդ մարդիկ են ոնց որ ներկայացվում է այսօրվա տեխնոլոգիաները շատ հանգիստ թույլ են տալիս կեղծել ցանկացած ձայն երկու երրորդը այն էլ ինչ որ կա ավելի շատ գիտեք ոնց է նման խոսակցություններ երևի բոլոր ոչ միայն կուսակցություններում այլ ցանկացած խմբագրություններում, ցանկացած ընտանիքներում այսօրվա դրությամբ եւ տարիներ շարունակ կարելի ասել միշտ կատարվում է։ Հայ հասարակությունը միշտ, այսպես ասած, անհանդուրժող է իր իշխանությունների նկատմամբ առավել եւս այս պատուխաս իշխանությունների նկատմամբ եւ նման ուրեմն գիտեք ոնց է այսպես ասած տարիներ շարունակ նմանատիպ հենց որ գործեր էլի եղել են մարդկանց ամիսներով կամ տարիներով փակել են վերջում փլուզվել են այդ գործերը հասկանում եք բայց իշխանությունը շահել է ժամանակը կարողացել է վերարտադրվել այդ նույն ճանապարհով այսօր գնում է Նիկոլ Փաշինյանը Ասում եք ընտանիքներում խմբագրություններում նման հարցեր են քննարկվում ես մի քիչ չեմ կարող ձեզ հետ համաձայն լինել իհարկե դժգոհության ալիք շատ դեպքերում շատ տեղերում լինում է բայց բոլորը չի որ նման բաներ են ասում որ մալուխները կկտրենք փողոցում երկու հոգու կգնդակահարենք ուրեմն հիմա փողոցում որ դուրս գաք հարցում անեք հաստատ մի 10-20%-ը շատ ավելի բետար բաներ կասեն։ Հա, բայց կարևորը չէ ով է ասում, պարոն Կիվիրյան, ով է ասում ու ինչ լծակներ ունի դա իրականացնելու։ Նորից ասենք, այսօրվա դրությամբ չկա որևէ լուրջ ապացույց, որ այդ մարդիկ են դա խոսացել մեկ, երկրորդը որ իրական ինչ որ պլանավորում է գնացել երկու։ Վաղը չտեսնենք, որ ասենք այս գործը, չեմ ասում հենց վաղը, հենց որ Նիկոլ Փաշինյանը շահի ժամանակը Դրանից հետո ոնց են այդ մարդիկ դուրս գալիս եւ այդ գործերը մոռացության մատնվում։ Հասկանում եք, նայեք, հենց որ ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, դրանից հետո պետք է ստեղծել այդ նաեւ ֆոնը։ Ճիշտ է, որ ասենք մենք ուղակի չենք ձերբակալում։ Նայեք, ու ինչ որ, նայեք, վերցեք Նիկոլ Փաշինյանի գրառումները։ Ինքը կատարում է գրառումներ, որ ասենք դու ուղակի չես կարող ասել, որ դու մեղադրում ես Սամվել Կարապետյանին։ Բայց ինքը, ասենք, վաղը մեկը դատի տակ ասի է Սամը որ գրում է, ես իրան նկատի չունեի։ Վստահ եղեք ինքը տենց է ասելու։ Բայց ինքը ստեղծում է մարդկանց ենթագիտակցության մեջ կապեր է տալիս։ Բայց որևէ առումով հենց որ հասնի դատարան, անգամ իրան տան դատի։ Ինքը ասել է ես իրան նկատի չունեի։ Հասկանում եք, ինքը զբաղված է ուղղակի մանիպուլյացիաներով այս կապակցությամբ, օգտագործելով նաև ուժային կառույցները եւ իշխանական իր լծակները։ Բայց պարզ է, չէ՞, պարոն Կիվիրյան, ինչա տեղի ունենալու սրանից հետո, այսինքն
այն հանրության մի զգալի զանգված շատ ընդդիմադիրներ, որոնք խոսում էին, որ չգիտեմ, ընտրություններ նաև ճիշտ ճանապարհ է, մենք ամեն ինչ կանենք ընտրապայքարին մասնակցելով, Նիկոլ Փաշինյանը չունի ձայներ, ինչը ըստ նաև վերլուծությունների էր այդպես ցույց տալիս, հարցումների էր ցույց տալիս։ Ամեն դեպքում ասելու են դե ժողովրդավարություն էիք ուզում, սա ժողովրդավարական ճիշտ ճանապարհ չի, իսկ մենք փորձում ենք ստեղծել ձեզ համար այդ ժողովրդավարությունը։ Ինչ տրամադրություններ են շրջանառվելու հանրության մոտ, որքան էլ որ ձեր ասածը ճիշտ է, դուք ասում եք, որ սա գուցե արհեստական բանականությունը կարող է ստեղծած լինի, ապացույցներ չկան, հանրությանը հեշտ է, չէ՞, այսօր մանիպուլացնել։ Դե գիտեք ոնց է, հենց այս ամեն ինչ իշխանությունների կողմից ուղղված է հանրությանը մանիպուլացնելու համար։ Այսինքն վերջի օրինակ Դες մարդիկ լավ են ճանաչում ով այս ազգը։ Չէ, նայեք, դա բոլոր ազգերին հնարավոր է մանիպուլացնել։ Տեխնոլոգիաները թույլ են տալիս դարեր, հազարամյակներ շարունակ բոլոր ցանկացած ազգերի մանիպուլացնել։ Դու շատ չնչին տոկոսով մարդկանց բարձր ինտելեկտով մարդկանց չես կարող մանիպուլացնել։ Այսինքն, եթե բնակչության առումով նայենք, 95%-ին այս կամ այն ձևով հնարավոր է մանիպուլացնել։ Հենց դա ընտրակոչում են ուղղակի, այսպես ասած, տարբեր երկրներում դա կատարվում են ինչ-որ լայթ ձևերով, տարբեր երկրներում կոշտ ձևերով, տարբեր երկրներում ուղղակի չեն էլ նայում դրան, նկարում են թվերը եւ այլն։ Հիմա բարձա չէ որ անիվը հետ պատտել չի լինի։ Միտքս ավարտեմ, նայեք Մոնիկա ջան։ Ուրեմն այս առումով հայ հասարակությունը այլ ազգերի չի տարբերվում։ Նիկոլ Փաշինյանը, եթե նայենք իր վերջի ամիսները, իր գործողությունները, դա դասական քաղաքական մոդելներ, չէ՞։ Բաժանիր, որ տիրես։ Ինքը ողջ հասարակությանը փորձում է նորից բաժանել, այսպես թիրախավորել տարբեր խմբերի, այդ խմբերին հանել իրար դեմ, ինչի համար, որպեսզի կարողանա վերարտադրվել։ Նայեք, իսկ ինչի է ինքը նման ռադիկալ ձևերով ամեն ինչ անում, ես բացատրեցի, որովհետև այս մարդը հետդարձի որևէ ճանապարհ չունի։ Ինքը եթե զրկվում է իշխանությունից, դա իր մերձավորների կործանումն է։ Դրա համար, որպեսզի ինքը դա տեղի չունենա, ինքը պատրաստ է ամեն ինչի գնալ։ Որովհետև ինքը չի կարող, հասկանում եք, հանձնել իշխանությունը եւ գնալ, ասենք, իր ինչ որ միտեղ ու ասենք, չգիտեմ, Իջևանի ինչ որ գյուղում ապրել։ Ինքը հասկանում է, որ այն ինչ տեղի ունեցել իր շնորհիվ հայ ազգի հետ, այդ պարագայում ինքը չի ունենալու ոչ միտեղ հանգիստ։ Դրա համար ինքը գնում է վաբանկ։ Ես ասել եմ, եթե պետք լինի, ինքը հարյուրավոր, այսպես ասած, դիակներ կշարի, միմիայն թե վերարտադրվի։ Մարդիկ երնիկ կտան, խոսակցությունները կարծում եմ նախորդ իշխանությունների ժամանակ էլ է եղել, երբ մարդիկ դժգոհություններ միշտ ունեցել են, ատել են, մեղմ ասած, բայց այդ մարդիկ էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են հանգիստ իրենց կյանքը ապրել։ Ուրեմն որևէ նախկին իշխանության պարագայում հայոց երկրամասի մի հատված չի վերացել։ Հասկանում եք։ Տարբերությունը շատ մեծ է։ Սրա պատասխանը միշտ իշխանությունը ունի, պարոն Կիվիրյան։ Դե գիտեք ոնց է, ինքը այդ պատասխանը ունի, քանի դեռ իշխանության է։ Հենց որ ինքը չի լինի իշխանության, անգամ հավատացեք մի ժամվա մեջ այն զանգված, այսպես կոչված Պողոսների, որ իրան ծափ է տալիս, հենց այդ զանգվածը իրան կտանի կառափնարան, առաջինը։ Դա բոլոր ազգերի, պետությունների մոտ, եթե դուք պատմությունը ուսումնասիրեք, ես սա որպես վերլուծաբան վերլուծելով բացատրում եմ, դուք դա կտեսնեք։ Հիմա այս իրադարձությունները 26 թվականի վրա ինչ հետք են թողնում եւ ինչ պատկեր են ստեղծում։ Դե ամբողջը, այսպես ասած, տեղի է ունենում 26 թվականի համար, որպեսզի այս կամ այն ձևով ինքը փորձի վերարտադրվել։ Ինքը հասկացել է, որ ամեն գնով պետք է փորձի 50+1% ձայն տանել։ Դրա համար առավելագույնը պետք է մասնատել, իրար դեմ հանել բոլոր ձևերով արկա քաղաքական դաշտը, ու ընդ որում այս ձերբակալությունների հետ կապված
ոչ միայն ձերբակալությունների, տարբեր այսպես գործընթացների, որոնց ձերբակալությունները մի մասն են։ Միք բացառի, որ ուրեմն իրենց մոտ կա գծագրված ինչ-որ քաղաքական ինժեներիա է տեղի ունենում, այսինքն մի մոդել է ձևավորված, թե որ ուժին բարձրացնել, որ ուժին ցածրացնել, ում մասնատել, ում միացնել իրար, եւ այս կապակցությամբ իրանք կատարում են աշխատանք։ Ուղղակի դրա սխեման պատկերային դեռ այդքան էլ հստակ չի։ Հիմա խորհրդարանական երկու ընդդիմություններին էլ Նիկոլ Փաշինյանը բաժանել։ Չէ, ինքը գիտեք ոնց է, գլոբալ առումով չէ, այստեղ հաշվի առեք, որ քաղաքական ընդդիմության մեջ կա Սերժ Սարգսյան, այսպես կոչված ճակերտավոր ընդդիմության մեջ կա Սերժ Սարգսյան, որը նույնպես զբաղված է իր քաղաքական, այսպես ասած, մանիպուլյացիաներով։ Ու թե ինքը դա անում է Նիկոլի, այսպես ասած, Նիկոլին օժանդակելու եւ ինչ ձևով օժանդակելու համար, դա ցույց կտա ժամանակը։ Ռոբերտ Քոչարյանը ինչով է այսօր զբաղված։ Ինչ եք տեսնում նրա պլանների տակ։ Գիտեք ոնց նայում եմ, այդ մարդիկ զբաղված են պատրաստվելով 2026 թվականի ընտրություններին։ Ուղղակի կարելի է հստակ ասել, որ եթե իրանք միմիայն գնալու են ընտրությունների, ապա իրանք կպարտվեն։ Հայաստանում երբևիցե ոչ մեկը ընտրություններով չի կարողացել հաղթել գործող իշխանությանը։ Մենք միշտ փորձում ենք այ խորհրդարանական ընտրության այսօր բառերը ես երևի հուզմունքից մոռանում եմ խորհրդարանական ընդդիմության քայլերը վերլուծել, հասկանալ ինչա տեղի ունենում, ինչ են անում այս մարդիկ, արդյոք գործ անում են թե չէ, բայց պակաս կարևոր չէ նաև արտախորհրդարանական ուժերը, որոնց շարքերը համալրվում են, նոր ուժեր են գալիս ու իրենց էլ պիտի ուշադրություն դարձնել։ Այդ դաշտում մենք ինչ ենք տեսնում։ Պատրաստվողներ կան, չէ՞։ Ես ոչ խորհրդարանական ընդդիմության մեջ եմ ինչ-որ բան տեսնում, ոչ էլ առավել եւս արտախորհրդարանական։ Հասկանում եք, ընդդիմությունը նա է, որ պատրաստ է ունի սխեմատիկ, այսպես ասած, պայքարի հստակ մոդել, որը փուլ առ փուլ կյանքի է կոչում իշխանություն վերցնելու համար։ Որևէ մեկը չկա դաշտում, որ այսօրվա դրությամբ միայն Նիկոլ Փաշինյանի այսպես ԱԱՑ-ի կողմից հայ հասարակությանը փորձում են ներշնչել, որ նման սխեմա եղել է Բագրատ Սրբազանի մոտ։ Հասկանում եք։ Ինչը ինձ համար մինչ այս պահը որևէ ձևով լուրջ չի թվում։ Այս քայլերը նաև եկեղեցու վրա են եւս մեկ անգամ ստվեր գցում։ Դե գիտեք ոնց է, ոչ Թիրախում Բագրատ Գալստանյանն է գցում եկեղեցու վրա, այլ Նիկոլ Փաշինյանն է փորձում ստվեր գցել եկեղեցու վրա։ Ասենք Նիկոլ Փաշինյանը Պապոն Գիվիրյան չեղած բանը ոչ են ասում, եղել է ցույց են տալիս, չէ՞։ Չէ, դե գիտեք ոնց է։ Դե հիմա երբ որ ասում ենք տեխնոլոգիաները կարող են ամեն ինչ թույլ տալ, չէ՞, պարոն Գիվիրյան, ապա ցույցը դրա ոնց են գտնել։ Չէ, նայեք, ես որ ասում եմ 95%-ին կարելի է ամեն ինչ համոզել, դες էլ են համոզել։ Ես լրագրող եմ եւ ես խոսում եմ հանրության նաեւ անունից։ Ես իմ կարծիքը չեմ հայտնում բնականաբար։ Դե ասեք ոնց էր կարծիքը։ Դե ես ինչպես կարող եմ իմ կարծիքը հայտնել։ Կարող է այնպեսի տպավորություն ստեղծվել, որ դուք այդ 95%-ի մեջ եք։ Նայ, Մոնիկա։ Ուրեմն եկեղեցու հետ կապված վերջի ամիսներին ինքը ակտիվ հարձակվել էր եկեղեցու վրա։ Ճիշտ է։ Մարդը դիմում է ցանկացած քայլի։ Մարդը օգտագործում է այնպիսի մի բառապաշար, որը, այսպես ասած, կարելի ասել, մինչ այս իշխանական մշակույթում ընդունված չէր երբևիցե։ Այո։ Ճիշտ է։ Այո։ Հա։ Դե դրա մասին խոսում հասել ենք նրան, որ մարդը Նիկոլ Փաշինյանը ցույց է դնում իր էքսբիցիոնիստական հակումները։ Ճիշտ է։ Այսինքն հենց որ ինքը ասում է, որ թող գան, ես իմ տնտեսությունը ցույց տամ, անձնական տնտեսությունը։ Սա հենց հոգեբանության մեջ կոչվում է էքսբիցիոնիզմ, այսինքն հենց որ անձը բավարարվածություն է ստանում իր սեռական օրգանները ցուցադրելով։
Հիմա մարդը նման գրառում է անում։ Այսինքն ուրեմն եկեղեցու դեմ պայքարում անգամ դա է ի ցույց դնում։ Հասկանում եք, եկեղեցու վարքին ինչ հոգեբանական բնորոշում կտակ։ Չէ, միտքս ավարտեմ, նայեք Մոնիկա։ Այս պարագայում պարզ է, որ պետք է տեղի ունենային նաև ինչ որ հոգևորականների ձերբակալություններ։ Մի անգամից եթե ինքը փորձեր ձերբակալել Գարեգին երկրորդին, դա կարող է, այսպես ասած, ուրեմն որոշակի առումով խնդիրներ առաջացներ։ Դրա համար, այսպես ասած, դանդաղ է մոտենում։ Ում համար էր խնդիրը առաջացնելու։ Դե գիտեք ոնց է, ընդհանուր մոտեցման առումով, այսօրվա դրությամբ նայեք, ինքը գնաց չընկալվեր, այսինքն։ Ոչ միայն չընկալվեր, նաև խնդիրներ առաջացներ։ Հենց որ ինքը գնում է անգամ Թուրքիա, պատրիարքարանի դուռը դեմը փակում են, դա խնդիրներ է։ Հասկանում ես։ Ուրեմն ամբողջ աշխարհի որևէ ղեկավարի կողմից չեր ընկալվի, հենց որ դու ձերբակալում ես քո երկրի հոգևոր առաջնորդին։ Դրա համար պետք է, այսպես ասած, ինչ որ քայլերով փորձել մոտենալ։ Հիմա դա դրան է տանում։ Ես չեմ բացառում, որ դա կամ դա սպառնալիք է ուղղակի, եւ փորձելու են խաղալած սպառնալիքի վրա։ Այսինքն սպառնալիք, որ մեզ հետ խաղացեք, ճիշտ եմ հասկանում։ Սպառնալիք, որ կարող ենք հասցնել ձերբակալության։ Դա հասկանում եմ, ձերբակալության կարող ենք հասցնել, դուք գիտակցեք կամ խաղում եք մեզ հետ կամ ընդդիմության հետ։ Միտքս ավարտեմ, էլի։ Կամ ընդհանուր Նիկոլ Փաշինյանից չի կարելի բացառել, որ նաև ինքը ընդունակ է նաև գնալ ձերբակալության էլ։ Կոնկրետ Գարեգին երկրորդի։ Հասկանում եք, ուղղակի հիմա ինքը նայեք, հենց որ ինքը չուներ, չէ, որևէ հիմ Գարեգին երկրորդին ձերբակալել, եթե խոսքը գնում էր այդ կուսակրոնության հարցի հետ կապված, որը ընդհանրապես քաղաքական իշխանության ոչ միայն խնդիր է, ինքը իրավունք չունի մտնել այդ դաշտ։ Հիմա փորձելու են մի րոպե միտքս ավարտեմ, էլի։ Մոնիկա ջան, հարգելիս, միտքս ավարտեմ, ցանկացած հարց տուր, գիտես, ես որևէ հարցից երբեք չեմ խոսում։ Շատ լավ։ Դրա համար պետք է ստեղծել շղար, որ եկեղեցին զբաղված է հեղաշրջումներով։ Ինչը իրանք փորձում են տանել։ Հիմա հարցը հաջորդ։ Կարճ կապեցի, որ հարցերը դեռ շատ։ Այ հիմա ասում եք, որ քաղաքական իշխանության գործը չէ, թե եկեղեցու ներսում նման ինչ process-ներ են տեղի ունենում, բայց սրան պատասխան ունի իշխանությունը, միշտ ասում է, դե եկեղեցու գործն էլ չի, թե ինչա կատարվում քաղաքականության մեջ, ինչու եք միջամտում։ Նայեք, ուրեմն առաջինը, ֆիքսենք մի բան, ուրեմն ոչ թե սկզբանե եկեղեցին է միջամտել քաղաքականության մեջ, այլ քաղաքական, այսպես իշխանությունն է փորձել միջամտել այս հարցերում։ Մի կմոռանա, որ 2018 թվականին, հենց որ այս մարդիկ եկան իշխանության, դրանից հետո սկսվեց ընդդեմ եկեղեցու, ընդդեմ ուրեմն կաթողիկոսի շարժում, հիշում եք, ուրեմն նոր Հայաստան, նոր հայրապետ անվամբ։ Հենց որ մինչ այդ եւ որևէ եկեղեցական հակաիշխանական որևէ բառ չեր ասել։ Հիմքեր չկան։ Չէ, մի վարքյան։ Որևէ բառ չեր, այսինքն այն վարկածը, որը որոշ վերլուծաբաններ անգամ փորձում են ներկայացնել, որ եկեղեցին մտել է քաղաքականության մեջ ու դրանից հետո է իշխանությունները զբաղվել եկեղեցով, փլվում ես էս իմ ասած փաստով։ Առաջինը մտել է իշխանությունը։ Ինչի։ Իշխանությունը մտել է այն պատճառով, որ ոնց որ բոլոր կառույցների նկատմամբ, այդ թվում եւ հայ առաքելական եկեղեցու վրա սահմանի իր գերիշխանությունը։ Ինքը այդ ժամանակ 18 թվականից հետո, հիշում եք, բոլոր կառույցները փորձում էր պարկասնել իր տակ։ Ընդհուպ այն կառույցները, որը օրենքով ինքը իրավունք էլ չուներ մոտենալ, օրինակ դատական համակարգը։ Մարդիկ պատրաստ են գնալ, դատարանները փակել, դատավորի քաշքշել գցել, հիշում եք այդ պատմությունը։ Ուներ այդ իրավունքը Մոնիկա։ Չուներ։ Հա, չուներ։ Ու դրանից հետո պարզ էր, որ այս մարդիկ ոչինչի առաջ կանգ չեն առնի։
Հենց որ մոտիկացան 2026-ի ընտրություններն են մոտենում, պարզ է, որ այս մարդիկ ընդունակ են գնալ ամեն ինչի, որ վերարտադրվեն, որ նորից չվերադառնան կոշի գաղութ, հասկանում եք։ Դե ո՞ր իշխանությունը դրան պատրաստ չի եղել, ուրեմն կան չափի զգացում։ Ո՞վ է չափի զգացում ունեցել։ Չէ, գիտեք ոնց է, ես թեորետիկ բացատրում եմ։ Չէ, ասում եմ, մեր վերջին 30 տարում օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց 98-ին, այսպես ասած, չէ, գիտեք, գլոբ նայեք։ Հիմա երբ մի հարց տամ, էլի, երբ ասում եք ավարտեք։ Չէ, մի դուք օրինակ ուզեցիք, բացատրեցի, նայեք, խնդիրը որն է։ Հիմա բուն ձեր հարցին պատասխանեմ։ Ուրեմն ցանկացած հոգևորական լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինքը իրավունք ունի այս կամ այն գործընթացների կապակցությամբ հայտնել իր կարծիքը։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հենց որ ընդ որում մասնակցել նաև process-ների։ Հենց որ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի շարժման ժամանակ մի շարք հոգևորականներ քայլում էին այդ շարժման դեմից։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մոտեցել իրանց ասել են, որ գիտեք ինչ կա, հոգևորականներ ջան, միք զբաղվի, էլի այս քաղաքական process-ներով, հակառակը ողջունում էին դա, դուք կարող եք հիշում եք այդ բաները, լավ է որ հիշում եք, դուք կարող եք գտնել բազմաթիվ հարցազրույցներ, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ողջունում էին այդ գործընթացը, եթե իրանք գտնում են, որ եկեղեցին ոչ թե եկեղեցու մասին է խոսքը։ Նայեք, եկեղեցին որպես այդպիսին քաղաքական process-ների մեջ չի մտնում։ Բայց չէ, մի վարքյան, ուրեմն, բայց դա չի նշանակում, որ անհատ հոգևորականը չի կարող լինել այս կամ այն քաղաքական process-ի մեջ։ Առավել եւս անկախությունից ի վեր, Մոնիկա ջան, դուք կգտնեք բազմաթիվ դեպքեր, որ եղել են։ Օրինակ, հեռավոր 90-ական թվականներին ՀՀՇ-ն ղեկավարում էր հոգևորական, ՀՀՇ-ի նախագահ, Տեր Հուսիկ Լազարյանը։ Այսինքն դուք տարանջատեք եկեղեցին որպես ինստիտուտ, որը իրոք ես չեմ տեսնում, որ զբաղվում է քաղաքականությամբ։ Առանձին հոգևորականներից, որոնց այո իրավունքն է, իրանք կարող են հայտնել իրանց կարծիքը, լինելով հայ, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն գալիս ենք նրան, որ ամեն դեպքում բոլոր իշխանությունները միշտ փորձել են եկեղեցին ցանկացած իշխանություն դարեր շարունակ, նայեք, իշխանություն եկեղեցի կոնֆլիկտը դա նոր չի։ Կոնֆլիկտի մասին չի խոսքը։ Նաև ուրեմն չէ, կոնֆլիկտի հիմքում Մոնիկա ջան, ընկած է հենց գերիշխանություն վերցնելը։ Ինչ ստեղծվել է հայ առաքելական եկեղեցին, դուք կարող եք գտնել հարյուրավոր դեպքեր, որ այո տեղի ունեցել հայկական իշխանության հետ բախում, տեղի ունեցել օտար իշխանության հետ բախում, հասկանում եք, բայց արդյոք սա ճիշտ է։ Ճիշտ չէ։ Բա այդտեղից պետք է ճիշտ չէ, բայց թե չէ այն որ դարերի ընթացքում դուք կարող եք գտնել բազմաթիվ նմանատիպ դեպքեր, ընդ որում ես իմ հարցազրույցներում մի քանի օրինակներ բերել եմ, ինչա սովետական իշխանության ժամանակ չի եղել բախում, դրանից հետո չի եղել բախում, միշտ էլ եղել է։ Այս ամենում նաև ռուսական միջամտություն կա, այս process-ներում։ Որ process-ներում։ Այն ինչ որ տեղի է ունենում այսօր վերջին 1 ամսվա ընթացքում գոնե եւ առհասարակ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար ընդունելի ղեկավար է այս պահին։ Նայեք, գլոբալ առումով ես այս հարցին մի քանի անգամ պատասխանել եմ, եթե Մոսկվան չի գնում կտրուկ քայլերի, ուրեմն կտրուկ շատ քայլերի, ուրեմն ոչ թե ինքը Մոսկվայի համար ինքը ընդունելի է, այլ ուղղակի Մոսկվան զբաղված է այլ հարցերով։ Հասկանում եք։ Ու դրա համար այս տարածաշրջանը իր համար երկրորդական, երրորդական, չորրորդական, նայեք, Մոսկվայի համար թե պարզապես փորձում է տարածաշրջանի այլ երկրների հետ։ Չէ, նայեք, ուրեմն կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մի քանի ուղղությամբ չի կարողանում արդյունավետ աշխատել։
Օրինակ, այսօր քանի որ ինքը զբաղված է Ուկրաինայով, օրինակ հիշում եք Սիրիայի ուղղությունը։ Ավարտվեց շատ վատ։ Սկսվեց Իրանի խնդիրները։ Իրանը ի տարբերություն օրինակ նույն Սիրիայի Ռուսաստանի համար ունի ոչ թե միայն ստրատեգիական, գերստրատեգիական նշանակություն, ինչի որովհետև իր, այսպես ասած, ճանապարհը դեպի Հնդկական օվկիանոս անցնում է Իրանով։ Եվ համապատասխան այդ, այսպես ասած, պորտերը, որպեսզի ինքը Եվրոպա ճանապարհը փակ է, չէ, ուկրաինական կոնֆլիկտից հետո, որպեսզի ինքը կարողանա այս տնտեսական իրավիճակի, ռազմականից բխող տնտեսական իրավիճակից դուրս գալ եւ փորձի այդ մեկուսացումը ինչ որ չափով շրջանցել, իր համար այդ ճանապարհը ուներ գերնշանակություն։ Հենց որ այս 12 օրյա պատերազմի ժամանակ մոտավորապես 5 Չինաստանից ինքնաթիռներ իջան Իրան։ Մի հատ Ռուսաստանից ինքնաթիռ չիջավ։ Սա ինչ է նշանակում, որ անգամ այս պարագայում իր ձեռքերը չեն հասնում։ Կարող է կոնֆլիկտը թեժանար եւ ասենք որպեսի ինքը իր ստրատեգիական ճանապարհը փրկեր, ինքը դիմեր շատ կտրուկ քայլեր, բայց ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, Մոսկվան չի կարողանում արդյունավետ մի քանի ուղղությամբ գործել։ Ընդ որում, եթե վերցնեք, դա նոր բան չի, դա ուրեմն 100 տարի առաջ էլ իր մոտ այդ խնդիրը եղել։ Կան պետություններ, որ այո, չեն կարողանում մի քանի ուղղությամբ միաժամանակ գործել։ Հիմա այս պարագայում ակնհայտ է, որ եթե Իրանի ուղղությամբ ինքը չկարողացավ արդյունավետ գործել, ապա այս տարածաշրջանը, քանի կա ուկրաինական կոնֆլիկտը, իր համար 3-10-րդական հարց է։ Աստված գիտի, երբ կավարտվի Ուկրաինայի հետ պատերազմը։ Գիտեք ոնց է, այսօրվա դրությամբ ոչ մեկի համար հայտնի չէ, թե ինչով դա կավարտվի ու երբ կավարտվի։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Կիվիրյան։ Ձեզ շնորհակալություն։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմուղեղով իմ զրուցակիցը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էր, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք։